ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը անցավ, թե արդյոք հաղթահարում ենք այս գործընթացը, հարցնելու եմ ֆինանսների նախարարի տեղակալին։ Պարոն Պողոսյան, վերջին փոփոխություններով կարող ենք ասել, որ այս գործընթացը ըստ էության եկամուտների հայտարարագրման երկրորդ փուլը ամբողջությամբ ավարտում ենք, անկախ նրանից, թե քաղաքացին ինքը ֆիզիկապես մասնակցություն է ունեցել իր հայտարարագրի լրացմանը, թե այդ գործը արել է պետեկամուտների կոմիտետն ինքնաշխատ եղանակով։ Նախորդ ժամանակաշրջանի իրավակիրառ փորձը տեղեկատվությունը հիմք ընդունելով կատարվեց համակարգային նշանակության փոփոխություն եւ նախատեսվեց, որ հարկային մարմինը հայտարարատուների փոխարեն իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա կնախագծի կամ նախալրացնի հայտարարագիրը։ Նախորդ ժամանակաշրջանի մեր դիտարկումները ցույց են տվել, որ մեր քաղաքացիների կողմից ներկայացված հայտարարագրերի շուրջ 65%-ում բացի հարկային մարմնի նախալրացրած տեղեկատվությունից, այլ տեղեկատվություն չի լրացվել, փոփոխության չի ենթարկվել։ Եվս 15% տեղեկատվություն հարկային մարմինը ֆիզիկական անձանց վերաբերյալ կարող է հավաքագրել, եթե որոշակիորեն ընդլայնվի երրորդ անձանց շրջանակը, որոնք հարկային մարմնին տեղեկատվություն են տալիս։ Եվ այս փոփոխությամբ նաև այդ հարցն է լուծվում։ Այսինքն հարկային մարմնին մենք զինում ենք հնարավորին չափ ամբողջական արժանահավատ տեղեկատվությամբ, որպեսզի հարկային մարմինը հայտարարագրի լրացման ծանրությունը վերցնի իր վրա, դրանով իսկ ավելի ու ավելի քիչ աշխատանք թողնելով կամ ընդհանրապես ոչինչ չթողնելով ֆիզիկական անձանց։ Նոյեմբերի 1-ին լրացավ վերջնաժամկետը հայտարարագրման ըստ էության սահմանված ու այն քաղաքացիները, ովքեր հասցրեցին լրացնելու, ինչ որ մասնակցություն ունենալու ու ակնկալում են սոցիալական կրեդիտների վերադարձ, բայց մինչև այդ երկրորդ դիմումը մուտքագրված չէր։ Իրենք հնարավորություն կունենան ստանալու նոյեմբերի 1-ից հետո դիմելու սոցվճարների վերադարձի համար։ Այո, սոցիալական կրեդիտների կամ սոցիալական ծախսերի իրացման տվյալ դեպքում հետ ստացման իրավունքը չի սահմանափակվի նոյեմբերի 1-ով, պարզապես նախապայման է դրված, որ սոցիալական ծախս հետ ստանալու համար այդուհանդերձ անհրաժեշտ է, որպեսզի հայտարարատուն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատի իր կողմից ներկայացված հայտարարագիրը, այո։ Ինչ կլինի նրանց հետ, որոնք այս կամ այն պատճառով չեն միջամտել ՊԵԿ-ի ինքնաշխատ եղանակով գեներացված հայտարարագրմանը, բայց հետո պարզվի, որ այլ եկամուտներ, հարկվող եկամուտներ այնուամենայնիվ ունեին։ Կարող են լինել այդպիսի վիճակներ, որովհետև հարկային մարմինը օբյեկտիվորեն ամբողջական տեղեկատվությանը չէ, որ տիրապետում է։ Օրինակ ֆիզիկական անձը կարող է վարձակալությամբ տարածք հանձնած լինել մեկ այլ ֆիզիկական անձի կամ օրինակ մեկ այլ ֆիզիկական անձի պատվերով հանձնարարությամբ քաղաքացիայի իրավական պայմանագրի շրջանակներում որոշակի աշխատանքներ կատարած լինել այդ ֆիզիկական անձի օգտին։ Բնականաբար այս դեպքերում հատուցումները մի դեպքում վարձակալական վճար, մեկ այլ դեպքում աշխատանքի ծառայության դիմաց վճար հարկման ենթակա եկամուտներ են եւ բնականաբար դրանք պետք է հայտարարագրվեն։ Եթե այդուհանդերձ կլինեն քաղաքացիներ, որոնք որ նոյեմբերի 1-ից հետո կհայտարարագրեն, այսինքն ճշգրտումներ կկատարեն իրենց համար նախագծված հայտարարագրում, այս դեպքում հարկային տուգանքներ իրենց չեն սպառնում, բայց տուժեր կարող են լինել, որովհետև կստացվի, որ հարկը սահմանված վերջնաժամկետում, այն է նոյեմբերի 1-ը չի վճարվել։ Ինչ է հաջորդելու ֆիզիկական անձանց աշխատող քաղաքացիների հայտարարագրմանը։ Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարևոր փուլ ենք մտնելու նաև այն իմաստով, որ կառավարությունը իրավասու է լինելու սահմանել հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկ եւ նաև այնպիսի եկամուտների ցանկ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմից վերև լինելու դեպքում միայն։ Ներողություն, վերջին փոփոխություններից հետո կարծես հարազատների որոշ շրջանակներ են ընդլայնվել։ Դրան էլ կանդրադառնանք հիմա։ Բնականաբար խոսքն այստեղ ու նաև ընտանիքի անդամների միջև փոխանցումների պարագայում բացառապես չհարկվող կամ նվազեցվող, այսպես կոչված նվազեցվող եկամուտների մասին է, որովհետև կանոնը շատ պարզ է, եթե որևէ եկամուտ ենթակա է հարկման, բնականաբար այդ եկամուտը պետք է նաև հայտարարագրվի, որ հարկային պարտավորությունը առաջանա, հետո վճարմամբ մարվի։ Երբ մենք խոսում ենք հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների մասին, լինեն դրանք ընտանիքի անդամների միջև փոխանցումներ կամ կառավարության կողմից հաստատվելիք ցանկում
ընդգրկվող եկամտատեսակներ, խոսքն այստեղ բացառապես չհարկվող եկամուտների մասին է։ Եվ այս պահին մեր քննարկումներն այն մասին են, որ առաջնահերթորեն կառավարությունը իր ցանկում կներառի այնպիսի չհարկվող եկամտատեսակներ, որպես հայտարարագրման ոչ ենթակա եկամտատեսակներ, որոնց հայտարարումը տեխնիկական պատճառներով առավել շատ անհարմարություն է պատճառում մեր քաղաքացիներին։ Օրինակ փոխառություններ, վարկեր, օվերդրաֆտներ, շատ տարածված օրինակ, ենթադրենք վարկային գիծ ունի մեր հայտարարատուն եւ տարվա ընթացքում անընդհատ այդ գծից գումարներ է օգտագործում, վերականգնում է, նորից է օգտագործում, նորից է վերականգնում եւ գործնականում բարդ է լինում տարեվերջին պարզել օգտագործված կամ փոխառությամբ վերցված գումարի ծավալը եւ հայտարարել։ Հիմա, քանի որ մենք հարկման նպատակով եկամուտների մասին ենք խոսում, իսկ փոխառությունն ինքնին դասական իմաստով չի էլ համարվում եկամուտ, որովհետև փոխառությունը ենթադրում է վերադարձելիություն։ Նախատեսում ենք, որ կառավարությունը առաջնահերթորեն հենց այս դրամական հոսքը կհամարի հայտարարման ոչ ենթակա։ Եվ բնականաբար ցանկը կարող է լինել շարունակական եւ որոշակի առումով ճկունություն ենք հաղորդում մենք այս գործընթացին, որպեսզի կառավարությունը իր որոշումներով կարողանա օպերատիվ որոշումներ կայացնել եւ ըստ այդմ ճշգրտել հայտարարման ենթակա տեղեկատվության շրջանակը։ Մյուս տարի մնացած բոլորը այս գործընթացը միանում են ու ամփոփում։ Այո, ըստ էության 2025 թվականի համար 2026 թվականին արդեն հայտարարներ պետք է ներկայացնեն մեր հասարակության այն ռեզիդենտ քաղաքացիները, որոնք նախորդ տարիներում չեն եղել հայտարարատուներ։ Այստեղ շատ կարևոր է այս բարձրացումները հենց այս փուլում կատարելը, որովհետև մյուս տարվա համար շրջանակն ավելի կընդլայնվի եւ շատ կարևոր է նաեւ որպեսզի մեր քաղաքացիները հետևեն մեր հաղորդակցությանը, որպեսզի տեղեկացված լինեն, իսկ հարկային մարմինը բնականաբար իր ողջ ռեսուրսով սպասարկելու է այս ամբողջ ընթացքը, որպեսզի իրապես հայտարարագրի կազմումը ոչ թե քաղաքացու համար լինի հոգս, բարդություն, այլ քաղաքացու համար լինի հնարավորություն իրեն պետությանը ներկայացնելու, որպեսզի պետությունը լավ ճանաչի քաղաքացուն, հիշենք մեր հայտարարման համակարգի ներդրման առաջնային հիմնական նպատակը այն է մեր քաղաքականությունները ճիշտ հասցեավորել, ճիշտ թիրախավորել, ճանաչելով մեր քաղաքացիներին եւ նրանց սոցիալական խմբերը։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հարցազրույցին։ Շնորհակալություն։